1915 թվականից առաջ էլ հայերն Օսմանյան կայսրությունում պարբերաբար կտանքների էին ենթարկվում։ Առանց ծնողների մնացած երեխաներին միսիոներները հավաքում էին որբանոցներում, որբերի թիվը հատկապես մեծ էր Համիդյան ջարդերից հետո։ Քրիստոնյաներին օգնելու եւ մխիթարելու եկած օտարազգի միսիոներների մեջ կային նաեւ կանայք։ Հենց նրանց էին տարիներ անց փրկված որբերը մայրիկ կոչում։ Այսպես Համիդյան կոտորածներից անմիջապես հետո մենք ունենք Կարեն Եփեին Ադանայի շրջանում աշխատելուց, Կիլիկյան շրջանում հայերի մոտ աշխատելուց եւ որբանոց պահելուց։ Հետագայում մենք կտեսնենք, որ Կարեն Եփեն մեծ դերակատարություն ստացավ նաեւ բուն ցեղասպանության ընթացքում։ Կան վկայություններ, որ Եփեն նույնիսկ իր հիմնած որբանոցի ձեղնահարկում հայերի էր ապաստան տալիս, այնուհետև նրանց հետ տեղափոխվեց դեպի Սիրիայի շրջան եւ երբ առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո մենք արդեն Կարեն Եփեին տեսնում ենք նոր դերակատարություն ստանձնած։ Ազգերի լիգայի հիմնումից հետո այդ միջազգային կազմակերպությունը սկսեց հետաքրքրվել մուսուլման գերության մեջ գտնվող հայ կանանց ճակատագրով եւ ազգերի լիգան Եփեին շնորհեց իր պատվիրակի իրավունքներն ու պարտականությունները։ Կարեն Եփեին հաջողվում է նոր պաշտոնում փրկել 20-ից 30 հազար առևանգված հայ կանանց եւ երեխաների, մուսուլմանների հարեմներից ազատ արձակել մոտ 2000 հայ կնոջ։ Մյուսը նորվեգացի բժիշկ Բոդիլ Կատարինե Բյորնն էր։ Սկզբից աշխատում էր Մեզրեյում, Խարբերթի մի շրջանում։ Բնականաբար նշեմ, որ այս սկանդինավյան կազմակերպությունները այդքան հսկայական ֆինանսական ներդրում չունեին եւ մեծ միսիոներական հաստատություններ հիմնել չէին կարող, այդ իսկ պատճառով սկանդինավցի կանայք աշխատում էին ամերիկյան մերձավոր արևելքի նպաստամատույց կազմակերպության հաստատություններում, ինչպես նաեւ գերմանական հումանիտար կազմակերպություններում։ 1907 թվականին նրան ուղարկում են Մուշ, որովհետև փոքրիկ այդ քաղաքում բժշկի մեծ կարիք կար։ Այնտեղ նա հիմնում է որբանոց եւ ուներ փոքրիկ բուժկետ, որը ցանկանում էր հիվանդանոցի վերածել։ 1915 թվականին ամռանը Բոդիլը տիֆով վարակված էր, ծանր պառկած էր անկողնում, գանված էր անկողնում եւ որբանոցի ձեղնահարկում եւ որբանոցի բակում իրենք շատ հայերի էին ապաստանել։ Սակայն Մուշի հայ բնակչությունը տեղահանվում է եւ մեկ օր Բոդիլը նկարագրում է, թե ինչպես է թուրքվոստի կանապետը գալիս եւ ծեծում իրենց որբանոցի դռները եւ պահանջում որբանոցի անձնակազմը։ Բոդիլը ցավով է հիշում, թե ինչպես տարան իրենց հայ օգնականներին, բողոքական հայ պատվելիին, որը կնոջ հետ ապաստանել էր իրենց որբանոցում, ինչպես նաեւ նրանց շատ սիրելի խնամակալներին, այն երեխաներին, որոնք նրանք հոգ էին տանում։ Մանկաբարձուհի Բոդիլին միանում է շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնը, Ալմա Մայրիկը։ Շվեդուհին հոգեբանական ծանր կացության մեջ է ընկնում, երբ Մուշից քիչ հեռու գտնվող մի շինությունում հրկիզում են նրա խնամած երեխաներին։ Ալմա Յոհանսոնը նույնիսկ իր կյանքին վերջ տալու մտքեր էր ունենում եւ իր հուշերում գրում է, որ այդ օրերին միայն մի բան էի սպասում, որ մի ողորմած փամփուշտ կգտնվի, որ ուղղակի իմ կյանքին վերջ կտա։ Բայց իհարկե դա նրանց գործունեությունը չի դադարեցնում։ Ալմա Յոհանսոնը անցնում է Շվեդիա, այսինքն Կոստանդնուպոլիս, այնուհետև Եվրոպա, հետո Շվեդիա եւ այն լուսանկարները եւ այն փաստավավերագրումը, որ նա իր ձեռքի տակ ուներ, նա փորձում էր դրանք օգտագործելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ցեղասպանության եւ հայ ժողովրդի ճակատագրի վրա։ Բոդիլը հետագայում հիմնում է որբանոց նաև խորհրդային Հայաստանում, Ալեքսանդրապոլում, բայց ստիպված է լինում հեռանալ, քանի որ խնդիրներ ուներ խորհրդային իշխանությունների հետ։ Մեկնում է Հալեբ, այնտեղ աշխատում նորվեգական խնամքի տանը։ Այսպիսի կանանց թիվը մեծ չէ, բայց նրանց փրկած կյանքերը բազմաթիվ են։ Բերտա Մորլի, ուրեմն Անթուրայի որբանոցը թուրքական որբանոց էր, որտեղ հայերի ինքնությունը ձևափոխում էին, բայց Մորլին, ինչպես որ նշված սկանդինավցի կանայք, ինքն էլ էր արդեն այդ որբանոցային կյանքին, հիվանդանոցներին եւ այլն, ինքը արդեն հայանպաստ գործունեություն ծավալում էր եւ երբ որ պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց, Անթուրայի որբանոցի որբերի մի մասին տվեցին իրեն խնամելու, որովհետև պարզ էր, որ այդ երեխաները հայ են։
Ցեղասպանությունից փրկված երեխաների սերունդներն այս կանանց տատիկ են անվանում, այնպիսի սիրով ու ջերմությամբ, ինչպիսի հույսով նրանց ծնողները միսիոներուհիներին կոչել են մայրիկ։